Բոլորը խոսում են, որ գնանք դիրքեր երկրապահների կողմից կարծես թե ոչ։ Երկրապահները 25 տարի առաջ գնացել են դիրքեր, միջևի մնացել են։ Այս բանակը երկրապահն, տղա ջան, այդ շատ վատ է որ չիտես, երկրապահը մի անգամ է գնացել դիրք ու դերից դուրս չեկել։ Այսօր էլ դիրքում է։ Պարոն Գրիգորյան, ինչ եք կարծում, ինչին էր ուղղված Ադրբեջանի կրակոցները եւ արդյոք Ադրբեջան ինչի համար էր այդքան կրակում եւ հասավ իր ուզածին թե։ Ես դա 25 տարի առաջ եմ տեսել։ Երբ որ նոր սկսել էին խառնել։ Իր մխտարություն, իր ջեշություն, իր վատությունը ստատես ու սիրուն աղջիկ է սիրուն է, դրանք ջեշ են երևում։ Դրանից։ Այ ասացիք, որ դեռևս Բաքվում կիսատ գործեր ունեք թողած եւ պատերազմի վերջացած դեպքում կավարտվեք։ Ձեր գործերը հետաձգվում են։ Ով ոչ թե մինակ Բաքվում աշխարհի լուբոր ծայրամասում փորձին պետության իմ ժողովրդին վնասել, ես իրանց պատրաստ եմ բան ասել։ Ինչ եք անելու Բաքվում։ Որ գնամ կասեմ, հենց գնամ դե կասեմ, չես էլ հետս կտանեմ, դու էլ կնկարես։ Պարոն նախարար, տանք զգում եք այսօր սահմաններին այսօր։ Ես վտանգ սաղ կյանքս եմ զգացել, քանի որ մեր տարածաշրջանը այդպիսին է, 4 կողմը կարելի ասել ոչ վստահելի երկրներ են, մենք միշտ էլ այդ վտանգը հազարավոր տարիներ ունեցել ենք, նորից հազարավոր տարիներ կունենանք, մենք միշտ պետք է պրոստը միասնական եւ պատրաստ լինենք։ Թե չէ վտանգ զգում եմ, ես 24 ժամ հայը միշտ պատրաստ լինի։ Ես այսօր եթե այդ վտանգը չկացում տեսակ, դու գտե շարքում հատուկ վաշտեր կանգնած աղջիկեր չի։ Այսօր հայ մարդը կապ չունի, դա տղամարդ է թե կին է, պետք է 5 իրան պաշտպանել իմանա։ Ես աշխատում եմ դրա վրա, հայ մարդու վրա։ Կերտել այն երեխեքին որ գնացեք, այսօր գիտեք որ հայ պատանի երիտասարդ երկրապահ անվճար ինստիտուտ անդունում, անվճար ասելով ոչ թե բան խելացությամբ, ոչ թե բան այլ այնքան դիտակից է, այնքան հայրենասեր, սովորում է եւ գնում է որպես ջերազանց երեխան թվում է։ Ես առաջ խնդրում էին որ օգնեին զոհվածներին, իսկ այսօր ես պաշտպանում եմ որ դրանք հանկարծ լավ գնահատական ստանան, չփորձեն որ մեկը վատանեն։ Գրիգորյան, Սոչիում 3 նախագահների հանդիպումից ինչ հասկացաք, արդյոք հրանով էր պայմանավորված հակառակորդ։ Դե ես ոչ թե Սոչիից 25 տարի առաջ եմ մեր նախագահին ճանաչել, Շարքային զինվորից, ամեն ինչ հասկացել եմ, որ ինքը մեծ մարդ է, հայրենասեր է։ Այդ վստահությունը ես այդ պահին երկրում չէին, բայց ավելի վստահ եմ։ Ավելի լավ զգացմունք եմ ապրել, քանի որ որտեղ ես գտնվում եմ, դե հայ համայնք չէր այդ պահին։ Ես այնքան հպարտացան, երբ որ բոլոր հայերը տարբեր մարդիկ, տարբեր շրջաններից, տարբեր երկրներից մեր նախագահի մասին գոհացուցիչ չէին խոսում։ Այո, լավ էր։ Այն որ թուրքը փորձում էր անել, չկարողացավ։ Պարոն գեներալ, նոր սերունդը ձեր համեմատ ոնց է սահմանապահում, ոնց է կարողանում դիմել։ Շատ լավ։ Հետո այս սերունդները, ես հիշում եմ մեր զեվախպուճուր էին, մեր պապերն ասում էին, դուք պիտի պահեք այս երկիրը, փաստորեն պահեցինք, բայց ես վախում եմ, տես բան չեմ թույլ տալում, ասում եմ դու չեք պահողը, չեմ ասում դուք պիտի պահեք, ասում եմ դու չեք պահողը, դու չեք այս երկրի տերը, նոր սերնդի։ Պարոն գեներալ, Արցախի հարցում բանակցությունների հետ կապված եք, թե էլի միայն զենքով կա փրկություն։ Դե փրկությունը մեր միասնության մեջ է, մենք եթե բանել ենք Արցախի հարց չկա, գիտեք երբ Արցախի հարցը Երբ որ մենք սկսում ենք իրար կռվել, վարքաբեկել, նոր թուրքը ջրում է։ Եթե մենք միասնական ուժեղ ապրենք, նրանք խելոք նստելու են տեղը, ոնց էլ նման հարց են բարձրացնում։ Պարոն գեներալ, ազատամարտիկների թոշակը 5000 դրամով բարձրացել է, եւ դա նրանք վիրավորական են համարել։ Դե վիրավորական այս երկրում տես բան ոչ մի ազատամարտիկ չի համարի, չեմ անում կարող մեկը չհասկանալով խոսա, այսօր եթե երկիր հնարավորություն ունի $50,000 էլ ամսականանի, դա էլ չի չա։ Աստված տա մեր երկիրը այնքան հզորանա, որ 5,000-ի փոխարեն 50,000 դրամ ավելանա։ Պրոստո սա է հնարավորությունը, բոլորը թմի ապրում եք։ Ես կուզենայի, որ քո աշխատավարձն էլ աղջիկ ջան, ամիսը գոնե 500,000 այսօր քեզ կուպես ծերպես երիտասարդներին փող ապեք, որ գոնե դու կարողանաք ընտանիք կազմել։ Միայն ազատամարտիկով չի, այդ ձեր սերունդի։ Ես ուզում եմ, որ ձերպես մարդիկ կլեն չվախենան ամուսնանալուց, տուն ունենալուց, մեքենա ունենալուց, որպես ուրիշ երկրների մարդիկ։ Ինչենք մինակ ազատամարտիկներին սարքե դրոշ։ Այլ արեք խոսենք ձեզանից։ Ես ուզում եմ, որ դուք լավ աշխատավարձ ստանաք, գոնե ամիսը 500,000 դրամ փող ստանաք։ Զոհված ազատամարտիկին դժվար է իրենց համար ապրել։ Զոհվածի ընտանիքին, այո, երեխային դժվար է, բա ի՞նչ է։ Այսօր բոլորի մարա, դե մի այսօր 5,000 եթե կարողանում են, ինձ թվում է մյուս տարին 5,000 էլ եւս են, ինչքան կարողանան։ Ժամանակել է ոչ մի բան չեն տվել։ Առաջուց երբ որ մեր բանակը կառուցվեց 92 թվականին մենք ջոկատներ էին, երբ որ մտանք մեզ ասում էին պայմանագրային,
պետքա զինվոր դառնաք, դա նշանակում է ֆինանսական աշխատավարձ։ Աշխատում ենք մտածել, թե մենք մեզ վիրավորում են, ոնց մեզի փող են տալու, որ մենք գնանք մեր մայրերին, քուրերին կանանց սպայելու, մեզի դրա համար աշխատավարձ պիտի տան։ Բայց հետո հասկացանք, այո, այդ աշխատավարձն է պետք, որ հետևի մնացող ընտանիքին։ Այնպես որ մարդը ով գնում իր երկիրը պաշտպանելու, նա չի սպասում, որ իրան մեկ աշխատավարձ տա կամ բան։ Եթե տալիս են օգնում են, լավ է, շնորհակալ ենք։ Ասում եմ, առաջուց մեր համար վիրավորական է, երբ որ մեզի պայմանագրային որպես զինվորներին են գրկում։ Ու մենք ասում ենք մեզի աշխատավարձով իմ մորը քրոջը պիտի պահենք։ Արեք sense չմտածենք, ով գնաց է պահելա, քիքո եղբայրը գնա քումար բանանի մեջին պիտի ասի ես իմ քրոջը պաշտպանել եմ, կամ մորը պաշտպանողը պիտի դենց բաներ ասի նեղանա։ Այո, իրոք երկրում այսօր խնդիրներ կա։ Շատ լավ կլի, որ շատ լավ էլի։ Եթե մարդ կճարեք, որ վատ է ուզում, ուրեմն նա հայ չի, անկախ դրանից թե ով է։ Պարոն Գրիգորյան, ազատամարտիկ Վարդան Թումանյանին ծեծելով սպանած այդ խմբի անդամները հայր եւ որդի երկրապահի անդամներ էին։ Հայ որդի երկրապահի չեն, ես որ մեկը այո, հերը, որդին չէ։ Երկրապահի անդամ այլ է, մենք սրան ես տեղ այդ պահին չեմ ելե, ինքն էլ հերքեր է իր արածը, իրոք մեղավորը պիտի ամենախստորեն պատժվի, երկրապահ չի ուզում լի։ Իմար երկրապահ դու ես, հայ մարդն է։ Երկրապահի անդամ ասելով, դա ինչ է, դա հայ տեսակա, որակա, անորակ բաներ ով ուզում լի պատասխանատվությունը գրելու ամենախստորեն, լա դաժե մենք էլ ենք պատժելու։ Ոնց է պատժելու։ Կպատժեն կդենաս։ Եթե երկիրը պետություն լավ չպատժես, կպատժեմ կդենաս։ Պարոն Գրիգորյան, վտարելու եմ։ դուք որպես պատերազմի թողուբողով անցած մարդ, ինչ եք կարծում, երկրում անընդհատ զարգացող եւ արտագաղթը մարդկանց հեռացումը ավելի չի կանգնեցնում մեզ մոտակա պատերազմի առաջ։ Արտագաղթը աշխարհում մեկ է, բոլոր երկրներից երկիր են գնում։ Ես հպարտամ, ես շատ եմ շփվում դրսի համայնքների։ Այսօր մենք դրսերում արդեն մի 8-10 Ֆրանսիայում, Ամերիկայում, Ռուսաստանի մի քանի երկրներում, Օդեսայում, Ուկրաինայում շատ տեղ երկրապահի բաժանմունքներ ունեն։ Կրված պատերազմի մեծ ծառայաստղաներ բրիգադով անցած կրված տղաներ այնտեղ են երկրապահի բաժանմունքներ ենք ստեղծում եւ այլ համագործակցում ենք մարդը գնաց է աշխատում կարող այո ստե հնարավորություն չուներ կամ իրան մասնակցությունը գնում է 24 ժամ այս մարդիկ պատրաստ են հայ համայնքներում որտեղ ընկերկում են բան երբ մեզ պետք կլի հետ վերադառնանք հետո կապել գյուղերը դատարկում են չէ պարոն Գրիգորյան դե գյուղերը այո տեղեր կան իրոք ցավալի է բայց դե մի մարդը գնում որ ստե չի կարում այդ գյուղերում չի կարում չի ստացում չի ապրում ասում եք սովետ միություն չի որ ամեն ինչը բերեն լցեն իսկ այսօր մենք այդքան հնարավորություն չունենք գազ, ոսկի եւ այլ, որ նավթա, մյուսա որ բերենք անենք, մենք պիտի դրսերու, այդու մենք դրանից պիտի ուրախանանք։ Մեր ժողովուրդը եթե գնան մոստերը չվառեն, հետո հետ գան, գնան դրսերում աշխատեն, փող բերեն երկրում, դա լավ է։ Ինչքան մեր դրսերում շատ օլիգարխներ գալիս են ներդրումներ են, 50-ավոր, 100-ավոր միլիոններ։ Ժամանակին գնացին դա աշխատել են, գիտես քան հատ միլիարդատեր հայեր ունենք դրսում։ Բայց ինչքան էլ կապիտալը դրսը հա։ Դե էդի հանողներին կարելի է ուշունչել տալ, բայց մի ուշուշ չեմ տալի, էդի դուք դուր։ Էդի վատա որ հանում են։ Բերողներին էլ պիտի ողջունենք, պիտի խրախուսենք։ Ով հետա բերող։ Իրավիճակը ձեզ մեղավոր չեք զգում։ Ինչի մար։ Ստեղծված իրավիճակ։ Ես ընդհանրապես ինձ մեղավոր եմ զգում։ Ամեն ինչում։ Բոլոր տեսակի անշնորհ բաների մար զգում եմ։ Իմ արածել եւ ուրիշների արածել։ Որտեղ մենք իրավունք չունենք վատ բան անելու։ Դրա համար էլ միշտ ամանչում եմ։ Երիտասարդների մոտ մտավախություն կա, որ եթե պատերազմ լինի, օլիգարխների եւ բարձր պաշտոնյաների որդիները չեն գնա պատերազմ։ Ես արխեին կարած գրես ասես, սաղին գտամ տեմս քշեմ տանեմ դե։